Ողջույն, 24-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս տաղանդաշատ դերասանուհի երգչուհի Թամարա Պետրոսյանն է։ Բարի երեկո Թամարա։ Բարև ձեզ, բարի Շնորհակալ երեկո։ եմ, որ իմ տաղավարում ես ու եկել ես այս երեկո անկեղծ զրույցի։ Մերսի շատ, ես էլ եմ շնորհակալ, որ վերջապես ինձ տանից հանեցիք դուրս, որովհետև շատ դժվար եմ վերջերս կարողանում գնալ որևիցե հարցազրույցի։ Միջև հիմա մտածում ոնց ստացվեց։ Ղարաբաղյան ուժներ։ Թամարա, դու Արցախում բավականին ակտիվ զբաղվում ես երգարվեստով։ Գալով այստեղ առաջնահերթությունը տրվեց դերասանական արվեստին։ Ինչու ես այդ ամենը բացատրում։ Հիմնական պատճառը նա է, որ Արցախում Արցախի ձայնով զբաղվելը, որ ես մինչև հիմա անում եմ, շատ ավելի հեշտ էր ստացվում, որովհետև տեղանքը փոքր է, հարմար է, բոլոր, ասենք ասեմ, բնակլիմայական պայմանները ստեղծված են, որ դու շատ ակտիվ լինես։ Երևանում դա մի քիչ դժվար է անել, համենայն դեպս այնպես չի, որ չի արվել են, ուղղակի ակտիվությունն է մի քիչ նվազել, որովհետև գնալ գալ ճանապարհը այդքան էլ մոտիկ չէ, ժամանակի սուղությունը եւ այլն թույլ չի տալիս նույնպիսի ակտիվությամբ դու դրանով զբաղվել, բայց մենք կարողացանք այնպես անել, որպեսզի իմ ակտիվությունը սևեռվի մեկ այլ հատվածի վրա, ինչը մինչև հիմա մենք անում ենք ու անում եմ, որտեղ պրոյեկտը կա, գործում է։ Այդ Արցախի ձայնի հետ կապված ինչ վերաբերում է այդպես երգչուհու անհատական կարիերա ձևավորելու։ Վայ, այնքան պատճառներ կան դրա համար։ Միգուցե դեռ մի օր կանդրադառնամ դրան, ինչ խոսք, չեմ ասում թե չէ, դա այդ թեման իմ համար փակ է, փակ չէ, միգուցե անդրադառնամ, պարզապես այն ժամանակ օրգանիկ ցանկություններից, օրգանիկ սկսելիքներից իմ ներքին ելնելով, ինձ համար այնպես չի, որ այնտեղ փակել եմ թեքվել եմ այս կողմ, չէ, իրանք միշտ զուգահեռ են գնում, ուղղակի որ եկա այստեղ ոնց որ ավելի շատ հնարավորություն կար, ավելի ցանկություն կար այդ պահին դրանով զբաղվել, այն մի քիչ պասիվացնել, հետո դա ավելի զարգացավ, մյուս կողմն էլ եկավ հասավ արդեն, այնպես է որ դա երևի պայմանները, ժամանակը, ներքին ցանկությունը, հետո տեսեք, եթե շատ օբյեկտիվ լինենք մեր իրականության մեջ, բայց ինձ թվում է ոչ միայն մեր իրականության մեջ, այլ երևի աշխարհով մեկ է այդպես։ Երգարվեստը ինքնին շատ պահանջկոտ է, առաջին հերթին, բացի այն ամեն ինչից, որ դու պետք է կարողանաս անես բեմում, պահանջում է նաև մեծ ֆինանսներ, ներդրումներ, այսպես ասենք, ներդրումներ ասենք, որովհետև շատ սիրուն երգեր երգելով քեզ ոչ մեկ չի ճանաչել։ Հիմա արդեն փոխվել է։ Հիմա ամեն մի անհատ ունի իր հեռուստացույցը իր տանը, դա իր ինտերնետն է, իր էջն է, իր account-ն է, որտեղ ինքը կարող է երգել, ցուցադրել եւ հնարավորությունը ավելի շատ է, իսկ այն ժամանակ դա TV-ներ ու դա տեսահոլովակներ, որը պահանջում էր ռեսուրս, որտեղ պետք է երգրվել եւ այլն եւ այլն։ Մի խոսքով ինքը տենց մեծ ներդրումներ պահանջող իմ համար այսինքն իմ տեսողությամբ էր այդպես էլի դրա համար տենց ավելի դանդաղեց ընթացքը հետո այնտեղ այս կողմում արդեն թատրոնում TV-ում ամեն ինչ տենց հարթը չէ տենց սրընթաց էր այսպես ասեմ դրա համար երևի մի պահ տենց ստոպ տվեց բայց այնպես չի որ ցանկությունը հիմա բացակայում է կամ երբեք չգիտես վաղը ինչ ցանկություն կունենաս Դու ընդունելի տարբերակը ինձ համար գոնե եւ առհասարակ աշխարհում այն է որ արտիստը պետք է զբաղվի իր աշխատանքով ցավոք սրտի մեր հանրապետությունում վերջին տարիներին արտիստները իրենց բուն գործողությունն իրականացնելուց զատ նաեւ զբաղվում են իրենց համերգների, իրենց ներկայացումների կազմակերպմամբ Արդյոք առնչվել ես այդ ամենի հետ ու ինչ է պետք անել այդ կուլտուրան դուրս մղելու համար, որ արտիստի կենցաղային բառով ասեմ, հա, ուշք ու միտքը խաղալը լինի, բեմում լինի, այլ ոչ թե տոմսերի իրացումն ու դահլիճի
օրեցօր բարձրացող վարձավճարները։ Նայեք, այստեղ էլ պատճառները շատ են։ Մենք որպես անկախ պետություն գոյություն ունենք ընդամենը 30 տարի ու մեր մոտ բարքեր ու կարգեր են փոխվել։ Այսինքն մենք 70 տարի պետական համակարգի մեջ էինք ապրում, թատրոնն էլ էր պետական, չկային անհատ ձեռներեցները ոչ միտեղ, հա, նույն չհաշված 80-ականներից հետո որ ինչ-որ բաներ սկսեցին զարգանալ, հա, մանավանդ մեր բնակավարը դա լրիվ պետական էր, հա, երգելը, խաղալը, կինոն, թատրոնը ամեն ինչ պետական էր։ Դու սովոր էր, որ դու կային ինստիտուտներ, որոնք զբաղվում էին քո ներկայացումներով կամ քո երգերով, դու դուրս էր գալիս, անում էր քո գործը, հետ էր գալիս։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մենք դեռ չունենք ոչ այդ փորձառությունը, ոչ այդ ինստիտուտները, կազմակերպչական, որոնք ոչ լեյբլները, որոնք կարող են զբաղվել արտիստով, չունենք, որովհետև նախ ժամանակը քիչ է, երկրորդը դա նույնպես ռեսուրսներ եւ ֆինանսներ է պահանջում, երրորդը մեր շուկան շատ փոքր է։ Շատ հնարավոր է որ մենք մի 2-3 հատ ինստիտուտ ունենանք այդպեսին, բայց ինքը շատ լինի մեր շուկայի համար ու տակից այդ ինստիտուտ ստեղծողը հա դուրս չգա ու իրար դրա համար այդ պատճառներից մեկը երևի թե եթե ենթադրենքով ասենք էլի երրորդը որ կա նաև երևի ազգային ինչ որ մի հատ բնագիծ մեր մոտ որ մենք ամեն ինչ սիրում ենք մենք ինքներս հա անել միգուցե դա էլ որովհետև չնայած այնց խոսք կա չէ եթե ուզում ես մի բան լավ արվի պետքա դու անես հա ես շատ ուրախ կլինեի եթե օրինակ լինեին այդպիսի, չգիտեմ, կազմակերպություններ, բաներ, որ օրինակ դու իրանց դիմես, ասես, օրինակ, ունեմ այս մտահղացումը, այս ներկայացումը կամ այս համերգը ու հա, իրանք այդ ամեն ինչը իրագործեն, բայց վստահ չես, որ իրանք դա քո ուզածով իրագործեն, դա էլի համագործակցություն է պահանջում, չգիտեմ։ Հիմա ավելի շատ անում են, բայց հարսանեկան բաներ նկատած կնես, հա, չէ, օրինակ իվենթներ տարատեսեք, հարսանիքնա, մկրտություննա, ծնունդները, չգիտեմ, չէ, կան այդ կազմակերպությունները կան, որոնք այդ ամեն ինչով զբաղվում են։ Հա, բայց նույն հաջողությամբ դրան զուգահեռ համերգային շուկան մեր գրեթե բացակայում է։ Ես մշտապես իմ հյուրերին հարցնում եմ, ինչով էր պայմանավորված, որ թեկուզ 10 տարի առաջ համերգասրահները եռում էին համերգներով, այսօր մեր արտիստները հանդես են գալիս ծնունդների, կնունքների եւ փոքր համերգներով, ռեստորաններով։ Որովհետեւ առաջ արտիստին տեսնելու համար մարդիկ պետքա գնային համերգի, իսկ հիմա դու այդ արտիստին շատ հնարավորություններ ունես տեսնելու։ Առաջ դու արտիստին տեսնում էիր կամ TV-ով, կամ երբ որ ինքը համերգ էր դնում, դու վազելով գնում էիր իրան ու կընտրեիր։ Հիմա դու արտիստին կարող ես տեսնել ոչ միայն TV-ով, դու կարող ես տեսնել սոցիալական բոլոր հարթակներում։ Դու կարող ես արտիստին տեսնել ակումբներում։ Դու կարող ես տեսնել այն նման իվենթներում, հա, ինչ որ անհատական ընտանեկան միջոցառումներում, որտեղ արտիստը գնում է, այլի իր գործն է անում։ Այսինքն արտիստին տեսնելու հնարավորությունները բացի համերգից շատ են։ Դրա համար համերգը այլևս չի հագեցնում հանդիսատեսին այնպես, ինչպես ժամանակին էր, այո, հագեցնում, որովհետև մենակ համերգով իրան կարող էին տեսնել դրա համար։ Տոմա, չնայած հաջորդ թեմայի շուրջ շատ է խոսվել, բայց եւ այնպես չեմ կարող չխոսել այդ ամենի մասին։ Դու քո մասնակցությունն ես բերում մեր հանրապետությունում ամենավարկանիշային նախագծերից մեկում, Women's Club-ում, որը մեր հեռուստադիտողին մատուցում է հումորային ժանր։ Բայց շատերն այսօր մեկնաբանում են, որ մեր հումորը չունի ցենզուրա։ Արդյոք արտիստներն, ովքեր հենց ներգրավված են այդ ամենը մատուցելուն, չունեն մտավախություն հասարակության հետագա զարգացման ու դաստիարակության համար։ Ձեր մատուցած հումորը կարող է վնասել հասարակությանը, ինչպես պնդում են հասարակության որոշ անդամներ։ Հասարակությանը դաստիարակելու համար, նայեք, մեզանից ոչ մեկ, ոչ էլ այդ պրոյեկտը, ոչ էլ նմանատիպ, ասենց ասեմ, անհատական պրոյեկտներ, ոչ մեկ իր վրա այդ ֆունկցիան, առաքելությունը չի վերցնում։ Նայեք, հաղորդումը դուրս է գալիս ժամը 9-ին,
այն ժամանակ, երբ բալիկները պետքա քնած լինեն։ Այս ամեն ինչը պահպանվում, հա, այդ ամեն ինչը պահպանվում է։ Ինքը ավելի իր գործառույթը ավելի տենց թեթևացնող ժամանցային ծրագիր է, որ մարդ պիտի նայի, ոչ մի բանի մասին չմտածի, չգիտեմ, եթե դա իրան ծիծաղեցնում է, ծիծաղի, եթե չի ծիծաղեցնում, չծիծաղի ու գնա իր գործերով։ Այսինքն ի սկզբանե հաղորդումը իր վրա այդ ֆունկցիան չի վերցրել, որ պետքա դաստիարակելու համար։ Հանրային ալիք ունենք, որը իսկապես նման հաղորդումներ է անում։ Բայց անում է։ Ես չեմ հետևում, բայց լսել եմ, որ այո, ժամանակը չունեմ հետևելու, բայց լսել եմ, որ այո, հետաքրքիր ինչ-որ բաներ, հաղորդումներ, մանկական կամ այդպես դաստիարակչական բնույթը կրող հաղորդումներ, իրանք անում, որ իրանց ֆունկցիայի մեջ է, ահա։ Հաճախ իմ տաղավարում նույնպես մերօրյա հումորի մասնագետները պատճառաբանում են, որ հասարակությունը այսօր պահանջում է հենց դա։ Ու այն հումորը, որի ներքո մեծացել ենք մենք, հա, ես եւ դու վստահաբար, համարվում է արդեն հին, հնացած։ Քո տեսակետը ինչպիսին է։ Արդյոք հնարավոր չէ Աշոտ Ղազարյանի եւ մեր մյուս մեծերի մատուցած հումորային չափանիշներով այսօր ծիծաղեցնել հայ հանդիսատեսին։ Խնդիրը ժամանակն է։ Ինչքան էլ մենք պայքարում ենք, ես նույնպես, օրինակ շատ հաճախ ինքս ինձ բռնացնում եմ այն մտքին, որ վայ այն ժամանակ էսպես չէր, վայ այն ժամանակ այնպես չէր, մեր ժամանակ էսպես էր, բայց հետո ես հասկանում եմ, որ դա պատմականորեն ձևավորված վեճն է հայրերի եւ որդիների։ Սերունդների բախումը Իհարկե, դա ընդամենը դա է, որովհետեւ դու չես կարող ժամանակին հակառակ քայլել։ Դու պետք է ամեն ինչ հաշվի առնես, այսօրվա նախասիրությունները, այսօրվա պայմանները, որոնցում երեխաները մեծանում են։ Մենք ոնց ենք մեծանում, շատ փակ, շատ սահմանափակված, քիչ հնարավորություններով եւ մեզ համար լրիվ ուրիշ բաներ էին ծիծաղելու։ Այսօրվա երեխաների համար, այսօրվա սերունդի համար լրիվ ուրիշ բան է ծիծաղելու։ Դու չես կարա դա հաշվի չառնես։ Ինչքան էլ օրինակ մեկը ես շատ հաճախ հաշվի չեմ առնում, որովհետև ես ինձ համարում եմ հələ մի քիչ այն սերնդին, էլի, հա, որովհետև այս երիտասարդները, որ գալիս են, իսկապես իրանց մոտ ուրիշ տեղ է իրանց հումորը, ուրիշ տեղ է իրանց համար կոնտենտը համարվում ծիծաղել։ Դու չես կարա դրա հետ հաշվի չնստես ու դրա հետ պայքարելն էլ անիմաստ է, որտեվ նույն ձև պայքարում են մեր հայրերը, մեր հումորի դեմ, հասկանում եք։ Դրա համար դա ճաշակի նախասիրության հարց է, բնականաբար այդ տարիքային ընկալման հարցը, որ ամեն սերունդ Իրանը ունի։ Հիմա ես սիրում եմ մի տեսակի հաղորդումներ, որոնք նայում եմ, նույն YouTube-ով կամ ամեն ինչով, ինձանից 10 տարի փոքր երիտասարդը ուրիշ բան է սիրում։ Դա նույն բանի մասին է խոսքը։ Դրա համար չգիտեմ, ժամանակի հետ պետք է համընթաց լինել, որպեսզի ժամանակավրեպ չլիներ, որպեսզի արխայիկ չդառնալ, որպեսզի հետաքրքիր մնալ, որպեսզի մեջը դոգմատիկ բաներ չառաջեն, վայ, մեր ժամանակի էսպես։ Կարծրատիպերը մշտապես վատ է։ Իհարկե, ընդհակառակը, պետք է դրան ընդառաջ գնաս, պետք է փորձես սնուցվես դրանից, որովհետև երիտասարդներին լսելը, երեխաներին լսելը շատ օգտակար է, շատ։ Հատկապես մեր օրերում։ Հա։ Հարցազրույցներից մեկում Տոմա անդրադարձել ես քո եւ Տարոն Իսպիրյանի տուգանվելու հանգամանքին, երբ դուք ակտիվորեն ծավալում էիք հանրային գործունեություն Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար։ Հենց այդ օրերին Պեկի կողմից տուգանվեցիք։ Այն ժամանակ ասում էիր չեմ կարողանում հավատալ, որ դա ուներ միտում, չեմ ուսում հավատալ։ Այսօր ինչպիսին է քո։ Այսօր ես դրա մասին չեմ մտածում այլևս, անկեղծ ասած։ Նախ որովհետև արդեն ժամանակը գնացել է, բացում թողել է թեման գնացել է ու այնպես չի որ ամեն գիշեր նստում մտածում եմ որ всё-таки դա ինչ էր։ Բայց այնուամենայնիվ հետահայաց նայելիս վստահաբար դու արդեն պետք է քո այն ամենը ինչ ունենք մեր շուրջ,
հատկապես 23-ից հետո։ Էդ եմ ասում, հենց 23-ից հետո այտենց բաներին անդրադառնալ այնքան անիմաստ է իմ համար ու այնքան կարևորություն չունի, այնքան արժեք չունի այդ ամեն ինչը, որ պատկերացրեք դրանից հետո էլ երբեք չեմ էլ անդրադարձել ու չեմ էլ մտածել, որովհետև այսօր մեր ժամանակներում ամեն ինչ այնքան արագ է փոխվում, այնքան շուշուտ է փոխվում, նույնիսկ ամենուր է այդպես, էլի, թե թրենդների մեջ, թե աշխարհայացների մեջ, թե քաղաքականության մեջ, որ այս sense-ը ամեն ինչ փոխվում ու մանավանդ այդ ցավագին դեպքերից հետո ես չգիտեմ, երևի չեմ մտածել, անկեղծ չեմ մտածել դրա մասին, թե դա ինչ էր։ Երևի նույն կարծիքին էլ կմնա, որ տենց բաներ եղավ, էլի, բաներ եղավ կամ բան չէր եղավ, դա արդեն էական չի։ Համենայն դեպս իմ մեջ այդ դեպքը ես ոչ պահում եմ, ոչ դա մեծացնում եմ, ոչ ինքը արմատ է տվել, ոչ էլ ծիլ է տվել, բացարձակապես, որովհետև դա այն դեպքը չի, որ մնա, թողնեմ իմ ներսում ապրի։ Գալով արդեն դաժան իրականություն, արդեն կբոլորի 2 տարին ինչ չունենք Արցախ։ Ինչից եկանք այդ կետին, ինչու եկանք այդ կետին։ Այ տեսեք, այդ հարցին բավականին հաճախ ինքս ինձ հարցնում եմ ու ռացիոնալ պատճառ ման չեմ գալիս, այսինքն իրական պատճառ ման չեմ գալիս, ավելի փորձում եմ էներգետիկ պատասխաններ, էներգիայի պատկանող պատասխաններ եմ փնտրում, որ ինչու էսպես ստացվեց։ Միգուցե այդքան էլ չենք արժևորում այն ինչ ունենք, միգուցե ճիշտ չենք ապրում, չենք գնահատում այնպես, ինչպես պետք է գնահատեինք։ Դա ես անհատների մասին չեմ խոսում, հիմա անհատներին որ հարցնես, այդ թվում նաև ինձ, իմ գնահատելու զգացողությունը միշտ էլ բարձր է եղել։ Բայց քանի որ ես այնտեղ մենակ չէի ապրում, սենց բոլորս էինք ապրում դրանով, երևի ինչ որ մի բան սխալ ենք արել, էլի, որ հիմա Այդ ինչը դրա պատասխանը չես ստացել դեռ։ Չէ։ Դա երևի ինչ չէ, երևի ինչեր են, չգիտեմ, կամ չենք փայփայել կամ չենք պահպանել, չեմ կարող ասել, էլի, բայց այդ հարցը անընդհատ ինձ տալիս եմ, էլի ասում եմ, բայց ինչի, միշտ այս բան կա, ռուսերեն հայերեն փորձենք թարգմանվել, որ մի հատ Աստված բոլորից հեռու մի հատ վատ բան է պատահում, ոչ թե հարցնում ես за что, այլ зачем։ Երբ ասում ես за что, այսինքն որ մեղքես հար, բայց зачем, որ հետո ես դրանից ինչ հասկանամ։ Այ հիմա ես այդ ընթացքի մեջ եմ, ես փորձում եմ դրանից ինչ որ մի բան հասկանալ, որ կորցրեցինք, որպեսզի մենք ինչպիսինը դառնանք, կորցրեցինք, որ ավելի լավը դառնանք, երևի կորցրեցինք, որ ավելի խելացի լինենք, չգիտեմ, կորցրեցինք, որ ավելի ուժեղ դառնանք, ավելի ուժեղանանք, այսպես պատասխաններ եմ փորձում գտնել, չգիտեմ, կամ էլ դա պատասխաններ չի, միգուցե դա անում եմ պրոստը ինձ մխիթարելու, ինձ հանգստացնելու համար, բայց փրկում եմ։ Հավատում ես, որ վերադառնալու ենք։ Դաժե չեմ մտածում այդ մասին, որովհետև 20 թվականից հետո ես չէի հավատում, որ չեմ վերադառնալու։ Ես իսկապես չէի հավատում։ Էլ չխոսեմ, որ մինչև 20 թվականը չէի հավատում, որ կարա 20 թվական լինի։ Դրա համար դրանից հետո ես ինքս արգելել եմ հավատալ կամ չհավատալ, որ գնալու ենք, կամ հավատալ, որ գնալու ենք։ Երևի հոգու շատ ընդերքներում բնականաբար ապրում է հույսը, բայց քանի ես երազում գնում եմ այնտեղ, ինձ թվում է կգնամ, բայց դա ոչ թե հավատանք, որ գնալու ենք, դա չի, հասկանում եք, դա ժամանակից դուրս երևույթ է ավելի, դա չգիտեմ, դա էլի էներգիաների մակարդակի բան եմ ասում, որտեղ մենակ տեղ եմ կարողանում գտնել պատասխանը, որտեղ եթե իրականությունից վերցնեմ իմ պատասխանները, շատ ավելի դաժան է լինելու։
առանց Արցախ ապրելու տեղը լրացնողը կյանքում ի՞նչն է։ Չկա։ Ես չեմ էլ փորձում այդ տեղը լրացնել ոչ թե փորձում ես տեղը լրացնել, այլ փորձում ես քեզ այնքան զբաղեցնել, որ տեղը չզգաս, հա, տեղը ուղակի չզգաս, դա կարողա ցավազրկող լինի կամ չգիտեմ ինչ լինի, բայց տեղը լրացնելը, չգիտեմ, ես համենայն դեպս չեմ գտել, միգուցե վստահ եմ շատ-շատերը չեն գտել, որովհետև օրինակ իմ բոլոր ընկերները, ովքեր տեղափոխվել են այստեղ 23 թվականից հետո, դե պարզ է, իրենց համար շատ ավելի բարդ է, քան իմ, որովհետև ես այնուամենայնիվ տարիների ընթացքում կարողացել եմ ադապտանալ, նիստուկացին, որտեվ այնուամենայնիվ տարբեր է, հա, բարքերն են տարբեր, մարդիկ են տարբեր, լավի ու վատի հարց չի, տարբերության հարց է ուղղակի։ Ու գիտեմ, որ իրանց համար ավելի դժվար է ու իրանք շատ քիչ բաներով են կարողանում այսօր ուրախանալ։ Փորձում են, ես էլ օգնում եմ, ինչքան որ կարողանում եմ, բայց դժվարանում են ուրախանալ, որովհետև այդ տեղը իրանց համար շատ ավելի շատ մեծ փոս է, շատ ավելի մեծ բաց է։ Անդունդ է իրանց համար, հա, սարսափելի, մանավանդ որ հիմա էլ այստեղ նոր են փորձում ոտքի կանգնել, իրենց կյանքը շարունակել, այսինքն այդ փոսը լցնելու տարբերակները դեռ այդքան էլ շատ չեն իրանց։ Որոշ դեպքերում էլ բախվում են մարդկանց, ովքեր տարանջատումներ են մտցնում։ Հա, բայց դա ես միշտ իրանց էլ եմ ասում, պետք չէ ուշադրություն դարձնել այդ ամեն ինչի։ Դե ախր ոնց կարող ես չդարձնել։ Ասեմ, գիտեք ինչի, որովհետև դրա կողքին միշտ ուրիշ բան պետք է դնես։ Եթե դու առնչվում ես տենց երևույթի հետ, հա, օրինակ այսօր գնացել եմ, ենթադրենք, այսօր գնացել եմ ժամը 2-ին, ինձ էս ինչ է, էս ինչ բան ասել։ Միշտ հիշի, որ 3 տարի առաջ ժամը 1-ին էս մեկն էլ եկել է ասել է արի մեր տանը ապրի։ Միշտ հասկանում եք, այս բալանսը պետքա պահել, որովհետև կգժվես թե չէ։ Հա դա գալիս է, դա վատ է, դա նեգատիվ էմոցիաներ է առաջացնում, բայց այդ պահին ցած մի անգամից մի հատ լավ բան դրեք կողքը, հավատացեք, այդքան էլ նեգատիվ չի լինի։ Կարող է շատ պոզիտիվ էլ չլինի, բայց այդքան նեգատիվ չի լինի։ Երբ բոլորս այսօր տեսնում ենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերում, չեմ կարող ասել յուրաքանչյուրն ինչ ապրումներ է ունենում։ Արդյոք մեր հայտնիները, այն մարդիկ, ովքեր ունեն լսարան, ըստ քեզ քայլեր չպիտի անեն այդ խնդիրը բարձրաձայնելու համար ու ինչ է արվում քո տեսանկյունից։ Ինձ թվում է այն մարդիկ, ովքեր ոնց որ դուք եք ասում ունեն լավ լսարան ու կարող են բարձրաձայնել այս խնդիրը, իրանք ուղղակի գիտակցում են, որ դա բարձրաձայնելով շատ բան չի փոխվելու։ Այնքան ենք մենք վստահ մեր անզորության վրա, որ դա չգիտեմ ինչ պիտի լինի, որ մենք բոլորս կարողանանք այստեղ խնդիրները իրանց այնտեղ գտնվելու բարձրաձայնելով, այնտեղ ինչ որ մի բան փոխվի, հավատացեք, կան մարդիկ, ովքեր իսկապես զբաղվում են այդ հարցով ու Հայաստանում չէ, Հայաստանից դուրս այն երկրներում հատկապես որտեղ հայկական լոբին բավականին ակտիվ է ու շատ մեծ կշիռ ունի, հավատացեք իրանք զբաղվում են։ Հիմա այդ ֆոնի վրա, երբ որ այնտեղ միջազգային ատյանների դռներ ածեցվում կամ ինչ-որ նամակներ ագրվում կամ նեղ անձնային կապեր են օգտագործվում, այդ ֆոնի վրա, չգիտեմ, դահլիճներ լցնող երգչուհին, երգիչը կամ դերասանուհին ինչ-որ մի բան գրի, ասի եկեք անեք, դա ես ցավոք սրտի չեմ կարողանում հավատալ դրա էֆեկտիվությանը։ Որտեւ իմ համար այս պարագայում կարևորը էֆեկտիվությունն է։ Շնորհակալ եմ քո տեսակետի համար։ Մեր հեռուստադիտողին ասեմ, որ ձեր շատ սիրելի թեմայի շուրջ այսօր չենք խոսելու ու հնարավորություն ենք տալու շարունակել ասեկոսեների, լեգենդների ստեղծագործություններ զոնելու իրենց սիրած գործով զբաղվեն։ Այսօր անձնականից չենք խոսելու։ Թոմա, ռանդևուի այս հատվածում բլից հարցեր։ Ինչի համար ես ափսոսում։ Որ ծույլիկ էի կամ ծույլիկ եմ։ Կարելի ավելի աշխատասեր լինել, հա, մի քիչ բան։
Կյանքը վերստին սկսելու դեպքում նույն ուղով կգնայիր։ Այո։ Երբ հուսահատեսում ես դիմում։ Վերև։ Կամ արդյոք գիտի քո մասին ամեն ինչ։ Ամեն։ Չի կարող։ Ու ես չեմ հավատում, թե որևիցե մեկը կարող է որևիցե մեկի մասին ամեն ինչ իմանալ, որտեվ քանի կան դեռ մեր մտքերը, որոնց տերը մենակ մենք ենք, որոնք ի ուրախություն բոլորիս կարողանում ենք, հենց այնպես չեն բարձրաձայնում մենակ մեր թույլտվությամբ, չեմ կարծում, թե կա տենց երևույթ։ Եթե հնարավորություն ունենայիր կյանքի որոշակի հատված կտրելու ու դեն նետելու, որը կլիներ։ Չկա տենց հատված։ Չեմ ուզում ոչ մի բան կտրել դեն նետել, ինչի։ Դա իմ գույներն են, դա իմ հարստությունն է։ Եթե ոչ Հայաստանում, որտեղ կապրեր Տոմա Պետրոսյանը։ Վայ, շատ եմ սիրում Իտալիան։ Այսօր շոու բիզնեսն արտագաղթում է, միգուցե դու։ Չէ, ես չգիտեմ այնտեղ կկարողանայի ապրել, թե չէ, որտեվ հյուր գնալ մի բան է, ապրել մի այլ բան է, բայց այն որ սենց իրանց գույները, մարդիկ, մարդկային ջերմությունը, տենց իրանց այդ մի քիչ աֆերիստ լինելը ու երբեք չեն կարողանում մեզ խաբեն։ Չգիտեմ, շատ դուրս գալիս է այդ երկիրը։ Ես կարծում եմ, որ կկարողանայի այնտեղ ապրել, չնայած չգիտեմ երբեք կստացվի թե չէ։ Վերջին անգամ երբ ես արտասվել։ Մի շաբաթ առաջ։ Ինչ։ Ոյ, չեմ կարող ասեմ։ Ոչ թե Չէ, տենց այդպիսի պատճառ չկար, որ տենց բան է եղել, արտասվել եմ, ուղղակի սենց խառը մտքեր առաջացան, այդպես, չգիտեմ, էմոցիաներ վերեցի, այդպես հիշում եմ, որ տենց արտասվեցի, բայց անցավ։ Փորձում եմ շատ չարտասվել вообще։ Դա շատ լավ է։ Մեր օրերում կամ արդ, ում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց ցավոք չես հասցրել։ Չեմ կարծում։ Գիտեք ինչի, որովհետև ես միշտ կարողացել եմ, դա չգիտեմ բոլորի մոտ է, տենց եղել, թե մենակ իմ մոտ է այդպիսի մի բան, բլից է, բայց պատմեմ ինչ է։ Նույնիսկ Արցախում, երբ ամեն անգամ գնում էի Արցախ, հատկապես այն ժամանակահատվածում, որ ավելի շատ արդեն Երևանում էի ապրում, քան այնտեղ, ամեն անգամ Արցախ գնալուց ես այնտեղ սենց ամեն մի վայրկյանը, ամեն մի րոպեն, գիտեք ոնց էի գնահատում, հենց այնպես չէի գնում, սենց կանգնում էի, որ կանգար ակնթարթ դու հրաշալի ես, այդ տրամաբանությամբ ես Արցախը այդ տենց էի վայելում, և ես սովորել եմ այդպես վայելել նաև մարդկանց, ում սիրում եմ ու ովքեր ինձ են սիրում, ես միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է երբեք չունենաս, արտահայտվելու հնարավորությունը կարող է երբեք չունենաս, սիրելու հնարավորությունը կարող է երբեք չունենաս, հիմա Արցախի վրա եմ բերում օրինակը, բայց ես այնքան շնորհակալ եմ ինքս ինձ, որ այդպես էի ես վերաբերվում, հա, դες ամեն մի գնալիս, ամեն մի վայրկյանը ցենց գիտակցաբար, հա, վայելել եմ, հենց այնպես չեմ գնացել, ցենց եկել, էլի ցենց վայելել եմ, թե հողը, թե ջուրը, թե ընտանիքս, թե ընկերներիս, ամեն մեկին, բոլորին այդպես ցենց զգալով հագեցել եմ։ Դրա համար վերադառնալով հարցին միշտ փորձել եմ ցենց այդ նույն այդ տվյալ տեղում տվյալ վայրկյանին ապրել, գնահատել ու մինչև հիմա էլ այդպես եմ փորձում անել, որ ցենց ներկան շատ սիրել։ Դա չգիտեմ ինչքանով է լավ բաց, բայց Ռանդևուի շրջանակներում իմ նախորդ հյուրը մշտապես հարց է հղում հաջորդ հյուրին չիմանալով նրա ով լինելը։ Նախորդ հյուրս Մետայի գործընկեր Դավիթ Ղարիբյանն էր։ Լսենք Դավիթի հարցը, վերադառնանք պատասխանելու։ Մի փոքր զվարճալի հարց կլինի, մեր օրերին բնորոշ, հարցս հետևյալն է. Իլոն Մասկի ռոբոտներից որևիցե մեկի հետ կամուսնանար հաջորդ հյուրը։ Երբեք։ Չնայած երբեք մի ասա, երբեք, չգիտես հիմա, վաղը չեմ զորի ինչ։ Բայց նախ ես վախենում եմ ռոբոտներից։
չգիտեմ, դա երևի մանկական ինչ-որ բան է, հիշում եք, փոքր ժամանակ տենց կինոներ կային, հիմա էլ կան երևի թե նման ֆիլմեր, երբ որ արհեստական բանականությունը մեկ էլ թարսվում է։ Մարդու ստեղծածը մեկ էլ թարսվում է մարդու դեմ ու սկսում է ինչ-որ կործանարար, հա, բաներ կատարել։ Դրա համար այդ վախը միշտ կա, ու ես այդ արհեստական բանականությունը միշտ բան կա, ասենց ինչ-որ բան կա։ Հիմա պատկերացնում եք, տենց մի հատ ամուսնանաս մեկ էլ տեսես вообще լավ ռոբոտ չի։ Ծրագիրը փախնի շեվակես։ Դրա համար, չգիտեմ, ինձ համար այդ թեման մի քիչ վախենալու։ Կարող է հին մտածելակերպ եմ, նախկին սերնդի այդպես բան կա, որ չէ, բան։ Միգուցե կարող է ավելի երիտասարդները կասեն, ոնց, բա գիտես, ինքը սենց ականն է, միգուցե, բայց ես երևի թե այդ բանակին չեմ պատկանում, եւ երկրորդ ես ավելի սիրում եմ բնության ստեղծած, որովհետև բնությունը շատ ճաշակով է, ամեն ինչ ստեղծում։ Եվ օրինաչափ։ Հա։ Ու քո հարցը իմ հաջորդ հյուրին տոմա։ Հիմա հետաքրքիր հարց կլինի, պատասխանը հեռուստադիտողի համար էլի։ Մեր հաջորդ հյուրը ինչպես է հաղթահարում վախերը։ Ցանկացած վախ։ Կամ չի հաղթահարում։ Շնորհակալ եմ քեզ անկեղծ ջերմ ու անմիջական զրույցի համար։ Շնորհակալ եմ, որ հենց իմ տաղավարում անկեղծացար։ Մերսի, ինձ էլ է շատ հաճելի։ Իսկապես լավ խոսեցինք։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյանն էր։ Շարունակեք հետևել 24-ին, կհանդիպենք։